Հիմա Մոսկվայում ըստ ուրերի նաև տարածաշրջանային հարցեր են քննարկում։ Ինչ է նշանակում, այսինքն Ռուսաստանը այսպես այլևս Հարավային Կովկասում Թրամփի ուղիով է առաջնորդվելու, թե Նիկոլ Փաշինյանը վաղուց աշխարհաքաղաքական ճողվածք է ստացել։ Գնում է Վաշինգտոն մի բան է հայտարարում, գալիս է Մոսկվա մեկ այլ բան, Բրյուսելում լրիվ ուրիշ բան, Թեհրանում ամբողջովին նոր բան եւ նաեւ Հայաստանի նկատմամբ անվստահությունը եւ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների ազդեցությունների բախումը մեր տարածաշրջանում եւ կոնկրետ Հայաստանում պայմանավորված է նրա այդ շուստրի գերշկական արտաքին քաղաքականությունով։ Հետևաբար, եթե 5 օր հետո լրիվ մի ուրիշ բան հայտարարի, ես որևէ կերպ չեմ զարմանա, հաշվի առնելով, որ նախաճաշին մեկ բան ասում, ճաշին մեկ բան, երեկոյան լրիվ մի ուրիշ։ Բայց Վաշինգտոնը Մոսկվա հարաբերությունների այս տոնին եւ այլևս Բայդենի վարչակազմը հնարավոր չի, որ Հարավային Կովկասում իրենք որևէ համաձայնության գան։ Սա այս տարբերակը բացառում է։ Տեսեք, հարց եք տալի, որի մասին կարելի է շատ երկար խոսել, եւ արտատարածաշրջանային ուժեր տարածաշրջան հրավիրելով Նիկոլ Փաշինյանը չի կարող խաղաղություն եւ կամություն ապահովել, եւ այդ ուժերից շատերն են պատրաստ չեն մեր տարածաշրջանում ներկայություն լինել։ Նրանցից շատերը իրենց ներկայությունը պատկերացնում են Նիկոլ Փաշինյանի սիրելի Թուրքիայի միջոցով։ Իսկ դա Հայաստանին բերելու է նոր անվտանգային